Բարև սիրելիներս, սա կլինի մի քանի օրվա վլոգ, ես ձեզ ճանապարհից եմ միանում, մենք գնում ենք գնումների, նախքան գնումները ամուսինս մի քանի գործեր ուներ ու մոտակայքում կար անտառ, դրա համար մի փոքր կզբոսնենք անտառում, մինչև ամուսինս իր գործերը վերջացնի։ Շատ չենք խորանում, որ հանկարծ չկորենք, որտեղ որ մենք ենք ապրում, շատ են անտառները, հենց մեր տան դիմացել է անտառ։ Մի քիչ օրերը որ բացվի, անպայման կգնանք անտառով կզբոսնենք եւ ես կնկարեմ։ Մեզ մոտ ահա որ լավ պայծառ եղանակ է անում, բայց այսօրը անպամած էր։ Ես մի հատ ալիք կուզեմ ձեզ առաջարկել, ինքն էլ է վլոգներ նկարահանում, շատ հետաքրքիր, ունի 2 հրաշք երեխաներ, ալիքի անունը Անի Family Video է, ինքը իմ տեսանյութերի տակ մեկնաբանություններ է գրում, օգնեք, որ ինքն էլ հասնի շուտ 1000 բաժանորդի։ Շատ հետաքրքիր ու լավ վլոգներ է վարում, ինքը ապրում է Հայաստանում։ Սա Ավստրիայի շուկան է, այսպես մեքենան է։ Շուկան այստեղ լինում է 5 շաբթի եւ շաբաթ օրերին, մինչև ժամը 12։ Հիմա եկել ենք Հոֆեր, ես վերցրել եմ սայլակը։ Մեծ գնումներ պետք է անենք։ Պարզա օրը շաբաթ է, այստեղ էլ կիրակի օրերը խանութները փակ են, դրա համար շատ մարդ կա խանութում։ Ճուտը սայլակի մեջ ավելի խելոք է նստում, քան այդ հատուկ տեղը նստելու համար նախատեսված։ Միկրո կանաչի են վաճառում։ Ես Հայաստանում մի ժամանակ փորձում էի աճացնել, բայց հետո թողեցի, էլ չարեցի, չգիտեմ ինչի։ Հոֆերից գնումները վերջացրեցինք, հիմա կգնանք կենդանիների կերերի խանութ։ Այստեղ անգամ կենդանիների համար էլ են Վալենտինի տոնի հետ կապված խաղալիքներ, այդյալներ վաճառում։ Ինչ ասես չկա այս կենդանիների խանութներում։ Մենք այստեղից Միլայի համար վերցրեցինք մեծ ձկան կաշի չորացրած։ Էլ կրուասանի տեսքով համովիկներ կա, էլ հացի տեսքով համովիկներ կան։ Միլայի համար գնեցինք չորկեր եւ համովիկ։ Սա էլ այն սայլակն է, որ ես ասում։ Դրամարկղի մոտ է դրված։ Կենդանիների ապաստարանի համար է նախատեսված։ Կարող ես գնել եւ դնել այստեղ ու այս սայլակը կգնա կհասնի հենց իրենց։ Իսկ սա էլ վաճառվում է դրսի թռչունների համար։ Այստեղ պարտադիր ձմռանը թռչուններին պետք է կերակրեն, քանի որ իրանք ձմռանը դժվար են կերհայթայթում, իսկ գարուն ամռան կարող ես չկերակրել, բայց մարդիկ էլի կերակրում են։ Հիմա կգնանք շպար կենդանուն բուլկի առնելու համար։ Գնումները վերջացրեցինք, ամբողջ բեռնախցիկը լցրել ենք ուտելիքով, հիմա մնաց տանենք տուն ու դասավորենք։ Այսքանը դասավորելու համար հաստատ 20-ից 30 րոպե պետք է։ Քանի որ տորթ էի պատրաստել, հիմա սուրճը կպատրաստեմ ապարատի միջոցով ու կսրճեմ։ Այս սուրճը իր տեսքի համար եմ սիրում, ինքը ճիշտ է կաթվե, բայց լավ թունդ սուրճ է։ Նենց տպավորություն է, ոնց որ սրճարանում լինես։ Համ կսրճեմ խմորեղենով, համ էլ ձեռքի հետ կպատրաստեմ ընթրիքը այսօրվա։ Խանութում վերցրել էինք ծովամթերք։ Ամուսինս ընթրիքին դա ուզեց, դրա համար կպատրաստեմ, ես շատ եմ սիրում ծովամթերք։ Ինքը մեկ-մեկ ուտում տապակեցի կրիվետկաները, կարագ, աղ եւ սև բիբար։ Պատրաստում ենք հեշտ պիցա։ Նոր մի հատ պատրաստեցի, համով է, դրա համար հիմա նորից խմորը կպատրաստեմ, մնացածը հետո։ Էսա։ Մի հատը պատրաստեցի, փորձեցի տեսնեմ իրոք համով է թե ոչ, ու շատ համով էր ստացվել, դրա համար կպատրաստենք երկրորդ։ Անհրաժեշտ է 5 ճաշի գթալ թթվասեր, 5 ճաշի գթալ մայոնեզ, ինձ մոտ 25% յուղայնություն ունի մայոնեզը, դրա կալորիականությունը քիչ է բավականին։ Երկու հավկիթ է անհրաժեշտ, կլվանամ հավկիթները։ Մեկ թեյ գթալ փխրեցուցիչ է հարկավոր, ես աչկաչափով եմ լցնում եւ հարկավոր է 9 ճաշի գթալ ալյուր։ Հիմա լավ խառնում ենք, որ գնդիկները չառաջանան, խմորը հարթ լինի։ Որից հետո խմորը տարածում ենք կալկայի վրա։ Բարակ շերտով կամ հաստ, ոնց ձեզ դուր է գալիս, ես բարակ եմ արել։ Խմորը մի քիչ կեփեմ, հետո նոր վրան կդնեմ միջուկը։ Այնքան լավ եղանակ է։ Ճուտիկը սա, ամուսինս կգա աշխատանքից ու դուրս կգանք զբոսանքի։
Ամուսինս եկավ, ճաշեցինք, հիմա դուրս ենք եկել, ճիշտ է այդպիսի լավ արև չկա, բայց էլի շատ լավ եղանակ է։ Օրորի անտառը ծաղկում է, կանանչը հետ է գալիս, ընդամենը 2 վայրկյան շեղվեցի, տեսեք թե իմ ամուսինը ուր հասավ, ինչքան մեծ է իր քայլերը, պետքա հիմա վազեմ, որ իրան հասնեմ։ Դե լավ, ես վազեմ, դուք շարունակեք դիտելը։ Նայեք այս ծաղկը ոնց է ինձ մոտ բացվել, ինչքան սիրուն է։ Այս մեկը կոտրվել է, ճուտիկից ձեռքից, ինչքան սիրուն է։ Մենք դուրս ենք եկել զբոսանքի, մեզ մոտ շատ լավ եղանակ է։ Այս ճուտիկս է, այսօր հեծանիվով ենք դուրս եկել, որովհետև լավ տաք է, կզբոսնենք, կարտոֆիլ եմ մաքրել, որոշել եմ այսօր ժարիտ պատրաստեմ կարտոֆիլի, մեկ էլ խանութից տենց փայտիկների վրա միս էինք առել, էդի ժարիտ կանեմ, ամուսնուս համար տակը պատրաստեմ այսօր, հետա մենք զբոսնենք, այս հեծանիվը լավն են, որ ինքը կարողանում է համ բարիկել, համ պտտվել, երեխային կարող են պտտացնել ինձ մոտ դեմքով, շատ լավ հեծանիվ է, ինքը մինուսն են, որ չի ծալվում, իրան պետքա առանձնացնես, օրինակ մեքենայով տեղ գնալու համար, իրան պետքա առանձնացնես։ Ամուսնուս այդ փայտիկներով խորովածն եմ տապակում, սասիսկի էլ կա փոքր կտրատած, ցուկինի, ինձ թվում է պղպեղա, կարմիրը պղպեղա, ու այստեղ հավի ու հնդկահավի միսա, այստեղ իմ կարտոֆիլն է տապակվում, այստեղ էլ ճուտիկի ճաշիկն է, տավարի միս, կարտոֆիլ, գազար, այսօր այսքանը, ճուտիկը սա է նվեր ստացել, այսպես քարտերով, ցույց տուր, քարտերով նվեր է ստացել, քարտը դնում ենք, անձենը ցածացել է, դնում ենք քարտը ու ինքը ասում է ինձ դինոզավրիա ու այսպես մենք նոր խաղում էինք քվալը մեդուզա քվալը գերմաներեն օրինակ դելֆինն է շատ հավեսը ձենը հանում շատ լավ Bitte erneut einlegen. նորից դնենք չկարդա Delfin. դելֆին շատ լավ բան է ինքը հոսանքի տեղով շատ լավն է մենք շատ լավ ենք ինքը հավես խաղում է դե դիր ու 3 տուփ կա տուփը այստեղ մեկն ենք իջացրել մնացածը վերևն են հեսա ցույց տամ չհաշված որ այդքանն արդեն հանել ենք մեջը այսքան էլ կա մեջը անգամ երաժշտություն կա քնիր երեխա քնիր ու մեկ է Հենշն Քլայնը փոքրիկ Հենշնը ինքը մանկական երգերն են այստեղի Die Mutter schüttelt Bäumelein, da fällt herab ein Träumelein. Արի էսի գնենք շատ լավ խաղալիք է անգամ հանած ինքը շարունակում է երգել Աֆեն ոնց անում աֆեն Աֆեն ոնց ապրես Աֆեն Այս աֆեն ճեղում է իրան իսկ էլեֆանտը ոնց անում Elefant. Իսկ բինեն ոնց անում Բինեն ապրես
Biene. Biene. Wow. Իսկ շմետալինը ձեն չի անում պրոստը։ Schmetterling. Schmetterling. Okay. Իսկ Katze ոնց անում? Katze? Ապրես։ Katze. Իսկ Bitte erneut entեն? einlegen. Entեն? Դե մունդիր։ Մունդիր։ Դիր մու։ Kuh. Ահա, ապրես։ Մեզ մոտ ժամը 6-ն է, ճուտս քնից նոր է արթնացել ու շատ անդրամ է արթնացել։ Չգիտեմ ինչի, լավ քնել է, ժամ հաստատ քնել է ու որ արթնացել էր, ես էլ սենյակում էի։ Ինքը սենց նվնվում է այն դեպքում, երբ որ արթնանում է ու ես իրա կողքը չեմ լինում։ Սենց դեպքերում ինքը ոչ ուզում է, որ ես իրան գրկեմ, ոչ ուզում է ինքը խաղալ։ Պրոստը ես պետք է սպասեմ, որ իրա այս փուլը վերջանա, որը որ ես անում եմ։ Սորերը լվացել էի, հիմա պետքա փռեմ։ Ոնց տեսնում եք, իրան մի քիչ ժամանակ է պետք, որ իրա տրամը վերականգնվի։ Լվացքը փռեցի, հիմա ճուտիկիս շորերը կլվանամ, այսքան շորա կուտակվել 2-3 օրում։ Ճուտս կբերի հեսա ինձ իրա ատամի մածուկը ու ատամի խոզանակը։ 3 ժանիքները ծակել է, մնաց մի ժանիքը որ ծակվի։ Դրա համար սենց տրամադրության տատանումներ այնք ունենում։ Մի քիչ ատամի մածուկը քսեցի խոզանակի վրա, որ այդպես խաղա։ Լաքոտ շորերի վրա ես կցանեմ լաքահանիչ նյութ, յուղամատիտ է շալվարին քսվել, չգիտեմ կանցկացնի թե ոչ, ուսամ կանցնի յուղամատիտները շորերի վրայից։ Կսպասեմ մի քիչ, որ նյութը իր աշխատանքը անի, մի անգամից չեմ միացնի լվացքի մեքենան, այդ ընթացքում կմաքրեմ լվացքի մեքենայի վերևի հատվածը, փոշին կվերցնեմ ու կդասավորեմ։ Ճուտիկի շորերի համար օգտագործում եմ հատուկ լվացքի մանկական գել, ամենակարևորը առանց հոտի։ Դե ինչ սիրելիներս այսօր այսքանը, եթե ձեզ դուր եկավ այս տեսանյութը, գրեք մեկնաբանություններ, դրեք ձեր լայքերը, բաժանորդագրվեք իմ ալիքին, սիրում եմ բոլորիդ, ցտեսություն։